Ես հիշում եմ իմ ուսանողական տարիներին, երբ մենք լսում էինք բժշկական համալսարանում դասախոսություններ ալկոհոլամոլության վերաբերյալ, շատ հետաքրքիր մի դիտարկում էին բերում դասախոսները, մասնավորապես օրինակը մինչև հիմա վառ տպավորվել է, կուզենայի շուրջ 20 տարի անցել, կուզենայի լսել ձեր կարծիքը։ Վերում էին օրինակ ասելով, ընդունված է, որ տղամարդկանց մեծ մասը օրվա ընթացքում խմում է մի բաժակ օղի եւ չի համարում, որ ինքը տառապում է ալկոհոլամոլությամբ։ Եվ մեզ ասում էին, որ եթե դա անընդհատ է եւ մարդը սովոր է ամեն օր պարտադիր օգտագործել մեկ բաժակ օղի, ապա ինքը համարվում է այս դեպքում հիվանդ, տառապում է ալկոհոլամոլությամբ։ Մեր օրերում էլ ես դա շատ հաճախ եմ նկատում, ասում են աշխատանքից եկա, մի բաժակ պետք է խմեմ, մեր պացիենտները հաճախ դա ասում են, ախորժակ է բացում, հոգնածությունն է հանում եւ այլն։ Դա էլ ունենում է հետո իր հետևանքները։ Ես կուզենայի լսել ձեր կարծիքը մեր օրերում, արդյոք փոխվել է, գիտությունը փոխել է իր մոտեցումները, թե այնուամենայնիվ այդ կարծիքը դեռ ակտուալ է։ Ես մի քիչ անցնեմ sense պատմության գիրկը, դե նախ կան տարբեր դասակարգումներ ալկոհոլիզմի եւ այդ ձեր ասած 50-100 գրամ ալկոհոլ գործածելը ամեն օր ռուսական որոշ գրականության մեջ արդեն համարվում է բытовой ալկոգոլիզմ։ Այսինքն մարդ աշխատանքից եկավ, հոգնած, բոլորս էլ լինում ենք, ծանր օր ենք ունենում, դժվար ինչ-որ խնդիրներով հագեցած աշխատանքային օր ենք ունենում, որից հետո ուզում ենք մի քիչ թուլանալ, մի քիչ ավելի հանգստանալ եւ ինչ որտեղ մտածում ենք, թե ալկոհոլը կարող է այդ ամեն ինչին օգնի, նպաստի, բայց 1, 2, 3 անգամ այտենց ինչ որ զգալով թյուր հանգստության էֆեկտը, որը բերում է ալկոհոլը, օրգանիզմը կամաց-կամաց սովորում է եւ արդեն սկսում է ձևավորվել այդ ալկոհոլիզմի տանող ճանապարհը, դրսևորումները, այո։